«65-ամյա Օրբելի Սարգսյանը 12 տարի է խնամում է Արմեն Գրիգորյանցին, որն իր հետ բարեկամական կապ չունի։ Արմենի ընտանիքին նա ճանաչել է տարիներ առաջ։ Օրբելիի քույրը ժամանակին աշխատել է Արմենի պապի հետ։ Այդ ծանոթության շնորհիվ 2010 թվականին Արմենը օգնության համար դիմել է Օրբելիին։ Արմենը Օրբելիին պատմել է, որ ամիսներ շարունակ Վանաձորում հարազատներն իրեն պահել են մեկուսացված, ստիպել են ստորագրել փաստաթղթեր, ինչի հետևանքով կորցրել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը։ Իմ քուրը իր պապի հետ աշխատել է, քուրս դասախոս ա եղել, գործը բերումը որ գնաց է իրանց տուն եկել է, տենց ճանաչել է մեզ։ 2010 թվին Արմենը եկավ մեր տուն։ Սկզբից որ մտավ չճանաչեցի, մուրուքը այսքան նեղված, կիսա շորերով, տապաչկեքով, կեղտոտ, ասես ուր ես, ինչ ես անում ստեղ, ասեց գիրովականից եմ փախեք, ասի ինչ ա եղել։ Ասեց ինձ հիվանդանոցից փախսրին տարան գիրովական, 6 ամիս ինձ տանջեցին, պատվալում էին պահան կիսասոված, ասեցին տունը խլող կա, պետք է ժամանակը որ գրես մեր անունով, որ վտանգը անցնի տամ քեզ։ Այդ տունը իր պապական տունն էր, որը պապա ստացել է ռեկտոր աշխատելու ժամանակ, ու դրանից հետո ասում է ինչ անեն տունը չեն տալիս։ 53-ամյա Արմենը հոգեկան առողջության խնդիրներ ունի։ 1991-ին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Պարբերաբար ստացիոնար բուժում է ստացել, իսկ ավելի ուշ 2017 թվականին դատարանը նրան ճանաչել է անգործունակ եւ Օրբելի Սարգսյանին էլ նշանակել նրան խնամակալ։ Վայնի բիլետի մեջ կա գրած, որ ինքը հոգեկանով 91 թվին ազատվել է, դրանից հետո ինքը դեղերով ապրել, հոգեմետ դեղերով, որ ինքը բանապարն է, Պաշտպանը եկավ ասեց դու պետք է իրան խնամակալ լինես, ինքը ոչ մի բան չունի։ Բարեկամները խաբելով իրա, որ տունը խլող կա, արի ժամանակա որ գրի մեր վրա վտանգ կանցնենք հետ կտանք, տենց խաբելով խլել են այդ տունը, ու երկու անգամ դատարանատվել, դատարաններով չի շահել։ Նոտարում 2009 թվականին կատարված գործարքի ժամանակ Արմեն Գրիգորյանցը չի ասել, որ առողջական խնդիրներ ունի։ Նրա պնդմամբ հարազատները սպառնացել են իրեն, որ կվնասեն, եթե նոտարին ասի, որ իրեն գումար չեն տվել։ Արմեն ասեցին գյուլելու են քեզ, եթե նոտարում ասիր փողը չտվեր, նոտար Շաբոյանն էր, եթե չեմ սխալվում, ասեց փողը տվել է, ասել եմ հա ու գրել եմ ինչքան հիշում եմ գումարը ստացա ամբողջությամբ թե ինչ 98,000, բայց ոչ մի կոպեկ փող չեն տվել իրանք ինձ։ Գործարքի հեղինակները Արմենի խոսքով իր պապի քրոջ դուստրն ու ամուսինն են, երկուսն էլ մահացել են։ Երևանի Կորյունի փողոցում գտնվող 117 քառակուսի մետր բնակարանն այժմ նրանց երկու որդիների անունով է։ 2009 թվականից հետո մի հատ էլ մանումենտ տուն եմ ունեցել, հետո վաճառել եմ դա։ Փաստաբանը ասեց փող է պետք, փող, իրան տալ եմ, իրան $25,000 փող եմ տվել, $25,000 ինքն էլ մահացավ, այդ որ գործը կազմել է դատարանը մցրել, ինքն է այդ գործերը արել էլի։ Երբ երկրորդ բնակարանի վաճառքից մնացած գումարը սպառվել է, Արմենը եկել է Օրբելիի տուն, Արմավիրի մարզի Ագնալիճ գյուղ եւ խնդրել թույլ տա ապրի իր հետ, քանի որ այլ տեղ չունի գնալու։ Արմեն Գրիգորյանցը հաշմանդամության թոշակ է ստանում, որը Օրբելիի խոսքով բավարար չէ ինքնուրույն ապրելու համար։ Բացի այդ, Արմենին հավելյալ խնամք է անհրաժեշտ։ Օրբելին Արմենի խնամքով զբաղվելու համար երբևէ պետական աջակցություն չի ստացել։ Մեծամորի համայնքապետարանը միայն մեր այցից հետո է տնայց կատարել, իսկ գյուղի վարչական ղեկավար Շողիկ Մուրադյանը ընդհանրապես չգիտեր, որ գյուղում նման մարդ է ապրում։ Խնամակալության հարցը ես չեմ իմացել, այդ պաշտպանը իրա եկավ ստեղ Արմենի հետ, բա ինքը մինակ ձեզ է դավերյանը, պետք է խնամակալ ճանաչես դատարանով, համայնքապետարանով, գյուղսովետով որոշեցին ինձ խնամակալ, դոկումենտներն էլ կա։ Իսկ անտարի պահել եմ, մեղքս գալը ուրիշ բան չկա, ես անշահախնդիր իրան պահել եմ, դե եկել է ժամանակ, արդեն ես էլի վիճակի չեմ, որտեվ իմ երեխուց հետո ես այսինքն վաճառվի, գնացվի, այստեղն էլ դրսում չի մնալու, ես չգիտեմ ինչա կատարվելու։ Արմենի մնալու հարցը պետք է լուծի, որ ես կարամ դուրս գամ։ Փշերի վրա սպասում եմ, ես չեմ կարող այդքան էփեմ, թափեմ, լվանամ,
Այդ ինձ համար արդեն հոգնել եմ, համ հոգեպես, համ ֆիզիկապես, տարիքս էլ 65 անես չի, որ ասեմ, ջահել եմ, չեմ զգում, բան չեմ անում, բայց գալիս է մոմենտ արդեն հոգեպես բան եմ ալում, հոգնածությունը ահա որ առաջացնում մոտս։ Արմեն Գրիգորյանցը դատարան է դիմել պահանջելով անվավեր ճանաչել բնակարանի գործարքը, սակայն հայցը մերժվել է։ Նա պատմում է, որ մի քանի անգամ փորձել է բանակցել բնակարանում ապրող հարազատների հետ եւ առաջարկել, որ իրեն վճարեն բնակարանի արժեքի մի մասը, որպեսզի ինքն իր համար նոր տուն գնի եւ առանձնանա, սակայն համաձայնության չեն եկել։ Արմեն Գրիգորյանցը շարունակում է ապրել Օրբելի Սարգսյանի տանը։ Վերջինս ակնկալում է, որ իրավապահ մարմինները եւս մեկ անգամ կուսումնասիրեն բնակարանի օտարման հանգամանքները։ Թող ճիշտ արդար մոտեցում ցույց տան, դատարաններ խափում են իրան։ Այդ կան թղթերի հիվանդությունների, թղթերի վրա բանակից ազատվելու վրա վայնի բիլետի մեջ կոդը կա, ոչ մի բան հաշվի չեն առնում։ Ես էլ կողքից ինչ կարում եմ անում եմ։ Հիմա դատախազությունը թե հիմա ինչ կանի, ոնց կանի, դա էլ Աստված գիտի։ Համովայրը։ Հա։ Լավն սարքի։ Դինք, սենց էլ ապրում է։